Դիլիջանի ՔՊԱ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը, որ հայտնի է իր կենսագրությունում սեփական սեռն իբրև արու գրելով, ունի գրեթե 2 տողանոց կրթություն եւ այդ 2 տողանոց կրթությամբ ստորագրում է ուղղագրական սխալներով որոշումներ։ Ըստ Դավիթ Սարգսյանի կենսագրականի, որն առկա է համայնքապետարանի էջում, ասվում է. 2000 թվականին ավարտել է Հաղարծինի միջնակարգ դպրոցը։ 2001-ից 2006 թվականները սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն ստացել է տնտեսագետի եւ հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում, սովորում է Եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում հեռակա։ Հետաքրքիրն այն է, որ համայնքապետարանի էջից օգտվելով 2021 թվականին լրատվականները գրել էին, որ Սարգսյանը հեռակա սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, այնինչ հիմա դարձել է Եվրոպական համալսարան։ Ստացվում է, անգամ ինքը համայնքապետ Սարգսյանը չգիտի, թե իրականում որ համալսարանում է սովորում։ Ուսումնասիրելով համայնքապետարանի ավագանու որոշումները նկատեցինք, որ որոշման մեջ ուղղագրական կոպտագույն սխալ կա։ Որոշումը հետևյալն է. Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Դիլիջան համայնք բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4239 տնտեսագիտական հոդվածին հատկացնել 10 միլիոն դրամ ամանորյա տոնական միջոցառում կազմակերպելու նպատակով։ Որոշման այս տողում թույլ է տրվել կոպտագույն ուղղագրական սխալ եւ ամանորյա բառը գրված է օտարով, որի տակ էլ ստորագրել է իրեն արու կնքած Դավիթ Սարգսյանը։ Հովանավանքում Փաշինյանական պատարագին հավատարմորեն մասնակցող Սարգսյանը իր ագրեսիվ պահվածքով լրագրողներին հավաստիացնում էր, որ իր կրթությունից ոչ ոք չի կարող ունենալ, այնինչ վերջինս անգամ համալսարանները չի տարբերում։ Ես այնքան կրթություն եմ ստացել, որ դու երկար ժամանակ փորձես ապրես չես կարա իմ շապ կրթություն կենսագրականի մեջ։ Արու եմ գրել իմ կենսագրական։ Ձեր նմաններն են էլի փորձես արել։ Ստացվում է, որ բացի իր կենսագրությունում սեփական սեռն իբրև արու գրելուց Սարգսյանը չի կողմնորոշվում, թե որ համալսարանում է սովորում։ Բացի այդ որոշումները ստորագրելուց էլ, ինչպես համոզվում ենք, անգամ չի կարդում։